շնորհիվ այլ նույնիսկ քաղաքացիական անձին, որոնք իրենց բնակարաններն են ուզում են, չէին թողնում ոչ մեկ է ոչ վերել։ Այնուհետև մեր ընկերներից մի քանիսը ուղղակի շրջանցելով կողքի մեկ այլ կողմով, շրջանցելով կարողացան մոտիկանալ շենքին և այդտեղ արդեն նրանց միանգամից առանց որևիցե ինչ-որ բան ասելու, քանի որ նրանք ոչ մի չէին խախտել, միանգամից բռնեցին և մեքենան ստեցրեցին, այսինքն ապօրինաբար դա արդեն երկրորդ համարյա գործողություն է ոստիկանության կողմից, քանի որ մոտիկացումները շենքին ընդհանրապես նրանց մոտ դրոշել հայոց լեռնագույնը և նրանք ինչ-որ գործողությունը չեն իրականացնում, ուղղակի մոտիկացան շենքին, որպեսզի արտահայտեն իրենց բանջները, իսկ բանջները մի քանիսն էին, համար մեկը և գլխավոր, որպես էլեկտրաէներգիայի գինը չբարձրանա և երկրորդը ոչ պակաս կարևոր, ինչ հիմունքների վրա նրանք պետք է բարձրացնեն, քանի որ նախորդ անգամ բարձրացնելուց էլեկտրաէներգիայի գինը կրկին անգամ ևս անիմն էր։ Նրանց տեղավորեցին ավտոմեքենայի մեջ շատ բռնի ուժով, քանի որ նրանք բացարձակապես ոչ մի օրինք չեն խախտել, մենք փորձեցինք նրանց դուրս բերել ավտոմեքենա, կադրում բոլորը տեսնեն, թե ինչպես նրանց պահեցին մոտ կես ժամ 45 րոպե ավտոմեքենայի մեջ, իսկ մենք էլ քանի որ ճանապարհի վրա կանգնած էինք, նրանց ավտոմեքենան չէր կարող տեղաշարժվել։ Այսինքն ստացվել էր այնպես, որ նրանք բլոկացվել էին իրենց կամքով, ոստիկանները, վերջի վերջով ասալ արդեն ոստիկանը և միանգամից հրամանվեց, որովհետև բոլորին քշեն, կադրերում շատ բաց երևում է լսվում են նույնիսկ, որ ասում են անցեք բրեյքներով, այդպես նրանք ուղղակի շփոթեցին բոլորին մայր, քույրեր, աղջիկներ, նրանք ոչ ինչ չէին տեսնում իրենց առջև, և այդպես ավտոմեքենան հեռացավ մեր երկրներին տանուր, մենք այնուհետև վազեցինք դեպի Սարյանի փողոցի վրա արդեն փորձելով նստացույց անել, դա տևեց մոտավորապես 3-5 րոպե, ոստիկանները արդեն վերևից մոտ 10 մետր հեռավորություն շղթայական մոտիկացան և միանգամից հրաման տվեցին, որ բոլորին տարի։ Այդպես հերթով մոտ 27 հոգու նրանք նստեցին ավտոմեքենա բռնի ուժով, առանց որևիցե ինչ-որ ասելով հրաման տալով, որ այստեղ մի նստեք կամ և այլ, նրանք քանի որ օրենքներ երևի անտեղեք են, որ քաղաքացին իրավունք ունի նստացույցերի, նրանք ասում են, որ ոստիկանի օրինական պահանջը չեն կատարում, իսկ որն էր օրինական պահանջը մենք չհասկացանք, քանի որ նրանք իրենք արդեն իսկ առաջին իսկ վարքյանից անօրինական գործողություն ունեն, ուղղակի մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը խոչընդոտելով, իսկ մենք նրանց հետ որևէ խնդիր չենք ուզեցել ունենալ։ Իրավունքը ոտնահարվել է իշխանության ներկայացուցիչների կողմից, ոտնահարվել է անհամաչափ ուժ կիրառելու միջոցով։ Այն, որ ոստիկանության միակ նպատակը եղել է իրենց հավաքի իրավունքն իրացնող քաղաքացիներին ցրելը և այդ իրավունքը իրացնելուն խոչընդոտելը, հստակ երևում է տարբեր գործերով ոստիկանության ներկայացուցիչների տված բացատրություններով։ Ես մեկ օրինակ բերեմ, որպեսզի մեկապարանոց չի ինձ հայտարարությունը, օրինակ Կոմիտասի 5-ի հայտի բողոքի ակցիայի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած Եղիան Մեսոսյանի հաղորդման հիման վրա ներկայացված նախապատրաստող գործերի շրջանակներում ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել, որ իրենք փորձում էին բերման ենթարկել առավել ակտիվների։ Սա հստակ ցույց է, որ ոստիկանությունը ուներ միակ գերխնդիր առավել ակտիվների ճնշելու, վախեցնելու, բերման ենթարկելու միջոցով հյուծել հավաքը և ցրել այն։ Մնացած բոլոր իրավական ընթացակարգերը, որոնք որ պատճառաբանվում են, մասնավորապես այդ բազմաթիվ չարչարանքների ենթարկվածությունների գործողված է ոստիկանի օրինական պահանջի չկատարելու մասին, ընդամենը ձևական ֆորմալ քողարկումն է իրենց նպատակին։ Նույնիսկ կան 3 աննախադեպ ուղղակի ընթացքով Հայաստանի ողջ բազմության համար
որովհետև ոստիկանների կողմից որոշակի քայլեր իրականացնելը խաղաղ ցույց ցրելու կամ որոշակի ընդունելու համար ես մեկը աննախադեպ ինչու։ Տեսեք, մոտ մի 20 օր առաջ մեր պետությունների դեմս հետազոտողի հանրային ծառայություններ հայտարարում է, որ հոսանքի նախատեսումը հոսանքի գների բարձրացում ինքն է հայտարարում եւ այդ հայտարարության տակ է շատ հստակ ինքը գրում է, որ հանրությունը կարող է մասնակցել այդ աշխատանքներին եւ եթե հանրությունը ունի առաջարկներ, բողոքներ կամ ասելու բան եղածի ակերում, որ կարող են դրան հենց այդ հանրաժողովի ասել եւ ներկայացնել այդ բողոքները առաջարկությունները։ Տեսեք, իրենք են ասում, պետությունն ասում։ Եկեք խորն բանկասարատար ասում եմ, եկեք ձեր բողոքը արեք, բայց մենք թույլ չենք տա։ Որովհետեւ ես մասնակից եմ եղել 23-ի ամենասկզբից մինչեւ վերջը։ Որովհետեւ մինչեւ մարդկանց այնտեղ հավաքվել արդեն ոստիկանները այդ պատասխանում են։ Տեսեք, նախատես վիճակը որն է, եկեք ձեր բողոք առաջարկեք, հրավիրում եմ պետությունը։ Բայց ես իմ ոստիկանների միջոցով թույլ չեմ տալու, որ դուք բողոք ուղղակի ներկայացնեք։ Եվ լսում եմ ոստիկանության պատասխանը եւ հանրային ծառայությունների կարգավորող հանրաժողովի պատասխանը ուղղակի մի կողմից են, որ ասում եմ շատ վատ վիճակի մեջ եմ մտնում, մի կողմից պարզապես զավեշտ է։ Ուրեմն հունիսի 23-ի օրը ոստիկաններին իմ անձնական կարծիքով հատուկ հրահանգ է տրված եղել, որպեսզի շատ կոպիտ ձևով ուղղակի ցրեն խաղաղ ցույցը։ Նայեք, մենք շատ ենք ցույցերին մասնակցել։ Մինչ այն ուտակայինի հետ կապված ցույցերին մասնակցելուց ոստիկանները երբ եկել մոտիկացել են ինչ-որ բաներ խոսացել կամ մենք ենք մոտիկացել ոստիկաններին։ Երբևէ չեն փորձել այդպիսի ուժգնությամբ եւ նման բիրտ ձևով ճնշել ցույցը։ Այդ օրը իրենք բռնցքամարտիկի ուժը հարվածով խփեցին հենց ամենասկզբից, երբ որ մոտիկացան ոստիկաններին կացկալանան։ Ուղղակի հետ չի թողել այդ հարվածը։ Իմ կամքին հակառակ բռնի ուժ գործադրելով տարան մցրեցին ոստիկանության մեքենա։ Եվ դրա հետ կապված էլ արդեն հետքեր եւ վնասվածքներ կան մարմնից տարբեր տեղերում։ Դեմքից վրա, ձեռքերից վրա եւ այլն։ Այսինքն կար հրահանգ ամենակոպիտ ձևով հնարավորինս շուտ ուղղակի ցրել խաղաղ ցույցը։ Ես դա եմ եզրակացրել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մարդիկ ուղղակի իրենց սոցիալական խնդիրը արտահայտում են, դա իմ կարծիքով ավելի քան անհրաժեշտ եւ ճիշտ բան է։ Եթե դու դեմ ես ինձ դուրս ես գալիս եւ քո բողոքը արտահայտում ես։ Այսօրվա սոցիալական վիճակը մարդկանց այնպիսին է, որ ոչ մի սոցիալական բեռ պետք է չավելանա։ Այդպիսին պիտի լինի իշխանությունների քաղաքականություն։ Բայց հիմա կարծես թե իրենք փորձում են անել միայն ճիշտ հակառակը ու արագացված տեմպերով։ Դրա համար պետք է ամեն դեպքում շարունակել օգտագործելով բոլոր հնարավոր մեթոդները։ Հետագա քայլեր բան։ Գիտեք ոնց, հետագա քայլերի հետ կապված այս բանին ես չեմ կարող ոչինչ ասել կոնկրետ։ Մենք ամենայն հավանականությամբ շաբաթ օրը կունենանք հանրային քննարկում եւ կքննարկենք մեր անելիքները։